Ուժեղ Հայաստան կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել նոր դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և միավորված հայեր կուսակցության պատվավոր նախագահ լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ Ֆինանսական մասնագիտական բազա ունեցող պարոն Սարգսյանը եւ Հարությունը իրավաբանական։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մասնագիտական փոփոխության ֆորմատով պետք է հանդես գանք։ Քաղաքական գործիչները պետք է չլինեն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ միայն, պետք է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանան ոլորտները։ Հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը։ Հուշագիրը ստորագրած կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական օրակարգի, նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։ Փոփոխությունը կարող է գալ միայն Կարապետյանի ուժի տեսքով։ Միակ այլընտրանքը այս պահին, ես դա չեմ ասում որպես ինչ-որ քաղաքական ուղերձի մաս, այլ ասում եմ իրականությունը, որը բոլորն են տեսնում, ով էլ ցանկություն չունի անգամ դա արձանագրել, արդեն տեսնում է։ Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է։ Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային, պետական և արժեքային մոտեցումներին կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։